Ելեն Ամսի 7-ին 17-ին Հայաստան դաշին Արգելի սպիտակցիներ, առաջարկում ենք ամսի Գլխի փակար ճանաչեցի ասма Սրանով սաղին ճանաչես, ախպեր, եթե Ես ինդիվիդուալ եմ ճանաչում ախպերս Այդ տաքսիների մասին ստեղել կասես էլի։ Սիրելի սպիտակցիներ, մենք ներկայացնում ենք Հայաստան դաշինքը։ Հայաստան դաշինքը առաջիկա ընտրություններին համար 17-ն է։ Այստեղ տեսնում ենք հրապարակում հավաքված բազում տաքսի մեքենաներ, ու տարածքների համար Հայաստան դաշինքը ունի առաջարկ, իշխանություն ունենալու պարագայում տաքսի բարելը համարվելու է աշխատանքային ստաժ։ Ամսի 7-ին, 17-ին, միասին կարող են, միասին կարող են, ամսի 7-ին, 17-ին, Բարև ձեզ Ժողովուրդ ջան, բարև ձեզ, բարև ձեզ Պայմանավորվի։ Աշխատավոր մարդը բախտի լավ եք նորմալ է, ձեր գործերին հաշողություն Սիրելի սպիտակցիներ, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի ու հայության, ինքնության ու կենսունակության ապահովման համար։ Ընտրությունը կայանալու է Հայաստանը արժանապատիվ, ուժեղ, աշխարհի քարտեզի վրա իր պատվավոր ներկայությունը ապահովելու ունակ ուժի միջև և Հայաստանը անընդհատ պարտությունների նվաստացման տանող ուժի միջև։ Հորդորում ենք անպայման նախնական առաջիկա խորհրդարանական ընտրությունների ձեր ձայնը տալ ընդդիմության
Հիմադիր ազգային քաղաքական ուժերին։ Դուք սպիտակցիներն լավատեղյակ եք, թե 98 թվականի աղետաբեր երկրաշարժից հետո նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին որքան կապիտալ շինարարություն է տեղի ունեցել Սպիտակի ամբողջ տարածաշրջանում։ Նախագահը եւ իր թիմը ապացուցել են, որ իրենք անկախ խնդիրների ծանրությունից ի վիճակի են իրենց առջև դրված խնդիրները լուծել, աշխատել ժողովրդի կենսունակության համար։ Հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր, վերցրեք 10-րդ թվյա տեխնիկը եւ կատարեք ճիշտ ընտրություն։ Ընտրեք Հայաստան Դաշինքին։ Միասին Կարող ենք, միասին կարող ենք, միասին կարող ենք։ Բարև ձեզ, լավ եք ժողովուրդ։ Լավ եք, լավ եք, լավ եք։ Լավ արամա։ Այդքան լավ ենք։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Ելի հայրենակիցներ մենք այսօր հետևում ենք ժողովուրդ ջան, Սպիտակում մենք շուրժերը Արուզաշարի կային, շրջանակներում յուրաքանչյուր բազմաբնական անշին հրաշալի Արուզաշարի մեկնարկա տեսնում են և մենք Ռոբերտ Քոչարյանի կատարած աշխատանքը իր կառավարման տարիներին։ մեր թիմով Ընտրեք համար 17-ը, հունիսի 7-ին շատ ջերմ վերաբերմունքի ենք արժանացել մեր սիրելի սպիտակցիների կողմից, շարունակում ենք մեր քարոզ արշավը, մեր հայրենակիցներին, Սպիտակում ապրող մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին սիրելի, հրավիրում ենք միանալ մեզ, ծանոթանալ մեր ծրագրերին, սիրով սպասում ենք ձեզ։ Ամսի 7-ին 17-ին Գիտեմ որ 11 Արամ Սարգսյանն է։ Ժողովուրդ ջան, ընտրեք համար 17-ը, արժանապատիվ խաղաղությունը։ Ուկրաինականում հանդիպում է, ուկրաինական ռեստորանն է։ Բարև ձեզ, ո՞նց եք, լավ եք։ Բաղ տղեկ, իսկական հայ է։ Ո՞նց է տրամադրությունը, լավ է։ Տվել եմ, արտա, կարի հետ արի։ Ինչ հետո ծաղիկներ ունարենք, ավելի երկրաշարժի օրերի շաբաթովին։ Գիտեք, որ 88 թվականի երկրաշարժի հետևանքները ամենարժան հետևանքները իրա զգացել է հենց Սպիտակ քաղաքը եւ այդ առումով 2000-ականներից լայնամասշտաբ շինարարություն է գնացել Սպիտակ քաղաքում, ինչ որ տեսնում եք այդ շենքերը, շինությունները, ինֆրակառուցվածքները կառուցվել են նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, եթե չեմ սխալվում։ Ինչքանով որ ես տեղյակ եմ, դրանից հետո այստեղ որևէ շենք կառուցվել է։ Ոչ 2005-2006 թվականին վերջնական բնակարան։
դնեմ ու որևէ մի վարքյան ու որևէ մի րոպե այս մարդկանց չեն ասել, որ ձեզ ունը տալիս ենք, բայց ինչ որ մի պայմանով, ոնց որ հիմա 16 միլիոն դրամների այդ ծրագիրը անում են, խաբելով ստելով մեր հայրենակիցներին, որ իբր եթե իրենք չընտրվեն, այդ տները իրենց ձեռքից վերցնելու են։ Մենք պատասխանատու ձևով հայտարարում ենք։ Մենք ինչ էլ որ անում ենք մեր ժողովրդի համար եւ որևէ մի պարագայում որևէ մի ծրագիր չպիտի ծառայի մարդկանց շանտաժի ենթարկելու, պարտադրելու կամ երեսով տալու։ Կառուցում ես, տալիս ես քո հայրենակիցներին, որոնք որ տուն չունեն եւ դրանով իսկ ցույց ես տալի քո սերը, քո հարգանքը առ մեր ժողովուրդ, մեր հայրենակիցներին։ Բանը փոխած է, ինչ արել դա։ Ես ունեմ ձևը չգիտեմ։ Արմինե ջան, Ունեմ։ այն իրար հետ է հա, նարեկ։ Երեք միասին գնան, Նայեք եք մոտիկ, երեխեք ելող ա։ Կգնք եկեք, լավ։